Բարի երեկո, մի քանի րոպեով ձեզ զբաղեցնեմ բաց զրույցով իմ բաց բալկոնից։ Անցնող օրերին արդեն նախընտրական այս թողուբոհի մեջ հրապարակվում են նախընտրական ծրագրերը, որտեղ բնականաբար խոսք կա նաև մեր երկրի անվտանգության զինված ուժերի մասին։ Իշխանությունը իր նախընտրական ծրագիրը հրապարակելով, ինչպես վայել է արդեն իրեն, անցնող ամիսներին հիմա էլ այդ թեմայի մասին խոսում է, բայց ավելի շատ պոպուլիզմով, քան բում բովանդակային նյութերի շուրջ։ Այսօր ուզում եմ խոսել մեր երկրի ազգային անվտանգության զինված ուժերին առնչվող մի վտանգավոր նոր երևույթի մասին։ Իրականում նոր երևույթ, որ ասում եմ, սա մեկ ամսվա, երկու ամսվա երևույթ չի, վերջին տարիների երևույթ է։ Վերջին մեկ ամսվա լրահոսը, եթե վերհիշեք, կհանդիպեք վստահաբար վերնագրերի։ Դժբախտ դեպք է եղել որևէ ստորաբաժանումում, 25-օրյա վարժական հավաքի 3 զորակոչված դանակահարվել են մեկ այլ հավաքի մասնակցի կողմից, պայթյուն է տեղի ունեցել զինվորական ստորաբաժանումում, պայմանագրային զինծառայողը վիրավորվել, վերջին օրերին վթար է տեղի ունեցել, այսքան պայմանագրային զինծառայող վիրավորվել է, այսօր ևս 4 պայմանագրային զինծառայող վիրավորվել է։ Լուրը հայտնվում է եւ կայծակտային արագությամբ տարածվում ողջ հայկական լրատվական տիրույթում։ Պաշտպանության նախարարությունը մեծամասամբ բերանափակած լուր է մնում, որտեղ պաշտպանության նախարարությունը իր նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այս օրերին լծված է լոկ նախընտրական քարոզարշավի։ Ու միաժամանակ Սուրեն Պապիկյանը դարձել է, այսպես ասեմ, ասպետ հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի։ Պապիկյանին ավելի շատ կարելի է տեսնել կուսակցական գործով նախընտրական ուրախ ավտոբուսներում, քան բում պաշտպանական գերատեսչության խնդիրները քննարկելով։ Եվ սա իրականում պաշտպանության նախարարության խնդիրն է։ Ասում եմ մեկս, որ մոտ 2 տասնամյակ լրատվության ոլորտում է եղել։ Հայաստանում լրատվության մեջ տասնամյակներ շարունակ գործել է ոսկե օրենք։ Եթե որևէ դժբախտ դեպք զինված ուժերում տեղի էր ունենում, որևէ մեկը չէր հրապարակում լուրը, մինչև հայտնի չդառնար տուժածի, վիրավորվածի, սպանվածի անուն, ազգանուն, հայրանունը, որովհետև բոլորս գիտակցում էինք եւ նաեւ պաշտպանության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում, որ ամեն նման դեպքի լուր տալով առանց նշելու անունը մի պահ քարանում են բոլոր ծնողներ ում զավակները պայմանագրային են, զորակոչված են, 25-օրյա վարժական հավաքի են զորակոչված, իսկ հիմա այլևս քաոս է, անուն չկա, ազգանուն չկա, մեկ պահ պատկերացնեք կամ պաշտպանության նախարարության կաբինետներում նախարարից մինչև վար, կաբինետներում նստածները, որ ժամերով չեն հաստատում լուրը, ճշտում չեն տալիս, ինչ են ապրում այդ բոլորի ծնողները։ Սա իրականում անվտանգային մի կարևոր շերտ է, մի կարևոր տարր է, որ վերաբերվում է ինչպես մեր զինված ուժերի հեղինակությանը, այնպես էլ տեղեկատվական անվտանգությանը եւ վերջապես մեր հասարակական հանդարտությանը, որովհետեւ բանակ զինվոր ուղարկած բանակի հետ այլ կապով պայմանագրային զինծառայողի միջոցով, 25-օրյա վարժական հավաքի միջոցով, բանակի հետ կապ ունեցող ընտանիքը ամեն մի նման խայտառակ տեղեկատվական արշավի եւ տեղեկատվական ուղղակի քաոսի պայմաններում ինչ վիճակում է հայտնվում։ Սա պարտավոր է կիսվել ձեզ հետ։ Լավ մնացեք։